Այս մեկի համար իրականում մեր մոտ տենց ահագին աչքաչափով անելու խնդիր է սա։ Այս այդ էլ եմ ուզում հասկանալ, այդ ոնց կարելի է այդ զգալ էլի այդ մասը, օրինակ ցեն ես հասկացա, որ ինքը անդադ բաշխում է լինելու, դրա համար այդ անդադ բաշխման մեջ կարելի է նայել, չէ՞, այդ օրինակ այս երրորդ խնդրի ցեն։ Ահա։ Իսկ այդ զուտ դնես, հաշվես, տեսնես այդ բանաձևի համապատասխան բռնումա թե չէ տենց։ Իրական ոնց որ շատ բան չենք հաշվելու, զուտ ոնց որ ավելի շատ քանի որ մի քանի հատ բաշխում գիտենք, Բեռնուլի բինոմ, exponent geometric, մի հատ ամեն մեկը գրենք ու բացառելով Ուհու, փորձենք գալ։ Geometric exponent, չէ, Poisson, հետո exponential, uniform ու normal։ Ոնց որ թե բան բաց չենք թողել։ Ու ամեն մեկի համար գիտենք իրանց բաները, բանաձևերը, ասենք, եթե մացպասումը բինոմիալի, եթե p-ա, բան վարիացիան էլ p անգամ 1 մինուս p-ա, եթե չեմ սխալվում։ ուհու։ Այդ է ուզում հաշվել, այդ պետքա հաշվենք, տեսնենք այդ թվերը իրար բռնում են թե չէ։ Ահա, հաճախ իրականում հա։ Ու ոնց որ երկու տեսակ հուշում ունենք, էլի։ Մի հուշումը այնա, որ այս բանաձևերը բռնում են թե չէ։ Ասենք այս խնդրի համար մենք արել էինք 0.23 անգամ 1 մինուս 0.23 ու ստացել էինք մոտավոր 0.177։ Այդ մեր համար շատ ուժեղ ինդիկատոր էր, որ երևի հենց դա է, հա։ Ուհու, Այդ ոնց որ մի տեսակ հուշումն է։ Երկրորդ տեսակ հուշումը այդ հենց արժեքների տիրույթներն է։ Այսինքն օրինակ եթե մենակ 0.1-եր ունենք, այդ հուշումը նրա որ ոնց որ կոպեկ ենք գցում հուշ կամ գիրը, այսինքն երևի պետքա լիներ Բեռնուլի։ Հետո տեսնում ենք, որ ասում է 500 հատ, ասում ենք հա, երևի ուրեմն բինոմ։ Այդ մակարդակով ենք էլի շարժվում։ հմ, Ու օրինակ այս երկրորդի համար մոտեցումը այն էր, որ ունենք ոչ բացասական թվեր, եթե ոչ բացասական է, օրինակ ինչն է, որ ավտոմատ դուրս է գալիս շարքից։ Եթե հələ անընդհատ դիսկրետ դրա մասին մոռանանք։ Օրինակ այստեղ այդ բաշխում կա, որ նորմալ բաշխումը օրինակ կարար չէ բացասական ահա, թվեր վերցնենք։ տեսականորեն կարող է նորմալ լիներ, երևի ինքը չի, բանալի բառը երևի։ Դե դրականների համար հիմնականում այդ էքսպոնենցիալը չէր, որ դիտարկվում էր։ Ահա, էքսպոնենցիալ կամ նաև օրինակ Poisson-ը կարող է լինի, չէ՞, Ուհու, երկուսն էլ լրիվ դրականներով են։ ուհու։ Ու հիմա օրինակ Poisson-ի համար իր ամասպասումը ինչքան էր, կհիշեք բանաձևը։ Ոչ, բան լյամդան Լամդա բաժանել։ էր, Ահա, լամդա ճիշտ է, չէ։ հենց լյամդա էր։ Հա, Վարիացիան ճիշտ է։ ինչքան էր։ Ուհու, Վարիացիան էր, չէ՞ լյամդա։ հա, հա, ուհու, Ու այս մեկի համար օրինակ եթե նայում ենք տեսնում ենք sample mean 12.1-ոտ վարիացիա 10 էլի 12-ոտ, կարանք ասենք որ ահա այս մի հատ բծիշկան բռնեց, այս բծիշկան բռնեց, ու մի հատ անգլերենում արտահայտություն կա, որ եթե body պես ձեն է հանում ու body պես քայլում է, ուրեմն bad-ա։ Այդ սկզբունքով ուղղակի կարանք ասենք, որ դե սա հավանաբար Poisson կլինի։ Okay, ոնց որ մոտեցումը ոնց է։ հա, հա, մերսի շատ։ Դες մերսի։ Ու 14-ից 4-ից չէ։ Ահա։ Հա, չորրորդի մի հատ էլ ցեն նայենք։ Հա, այս բաններ, այդ ինֆորմացիայի տեսության են surprisal-ների գաղափարի հետ էր կապված։ Ասում եմ բան ունենք, եկան, հիշենք։ Հա, Բեռնուլի ունենք, rolling and even։ Մաքսիմում Բեռնուլի variance, այսինքն կատնի, եթե կոնկրետ Բեռնուլի բաշխման հետ խաղանք, ու ունենանք, ասենք, երկու հնարավոր տարբերակ, ղուշ ու գիր, կեք պլյուսիկ մինուսիկով գրեմ, ասում է, որ դեպքում է վարիացիան մաքսիմիզացվում, այսինքն որ դեպքում ամենաշատը կլինեն տարատեսակ պատահույթներ։ Օրինակի համար, եթե ղուշ ընկնելու հավանականությունը 1 լինի, այդ դեպքում վարիացիան, այսինքն վարիացիան ասում էր
միջինից շեղման այդ քառակուսիների բանը, չէ՞, մացպասումը։ Ինքը այս է, չէ՞, մեր մոտ։ Մացպասում x մինուս ex-ի քառակուսիներ վարիացիան։ Հիմա օրինակ, եթե զառի ուղուշ ընկնելու հավանականությունը 1 է, այդ դեպքում միջինում ինչ կընկնի։ Եկեք սրանում դնենք 1, սրանը 0։ Ինչ թիվ կընկնի միջինում։ Այսինքն ինքը միշտ հուշ է ընկնում, գիժ չի ընկնում։ Միշտ ուղուշ է ընկնում, չէ՞։ Հա, Հա, այս սահմանումով, հա։ Ստացվում է, որ ոնց որ միջինը 1 է, չէ՞։ ուհ, Ու ամեն մի պատահույթով որ գնանք, իր արժեքը էլի 1 է լինելու, ասելու ենք ոնց որ տվյալները այսպես են հաշված լինելու, էլի զուտ 1-ի մոտ, ու վсё։ 0 շեղում, ընդհանրապես չի շեղվում, միշտ նույնն է, վարիացիան 0 է, չէ՞ լինում։ Okay, ոնց որ ինտուիտիվ հա, մակարդակով, հա, հա, բանաձևով է այդ կարանք հասկացա։ Ուհ, անգամ 1 մինուս p ունենք։ Ու նույն պատմությունը, երբ որ ասենք միշտ գիր է անգնում, այդ վաղտը բոլորը 0-ի մոտ են հավաքված։ 0 վարիացիա։ ուհ, Հիմա ուզում ենք հասկանանք, իսկ երբ է սա մաքսիմիզացվում։ Այսինքն, երբ մեզ ամենաբարդը կլինի գուշակել, թե ինչ է անգել։ Օրինակի համար, եթե 99% դեպքերում հուշ ընկնի, այդ դեպքում վարիացիան 0 չի, բայց ելի ամեն դեպքում ոնց որ մեր բաշխումը լինելու է այսպես մի բան։ Սաղը ստեղ 1-ի մոտ, մի հատիկ էլ այստեղ 0-ի մոտ, օրինակ, ասես պստիկ։ Ու այս դեպքում, եթե ես կոպեկը գցեք գուշակեմ, ասեմ 1 է անգել։ Ահա որ լավ կգուշակեմ, չէ՞։ ուհ, Շատ զարմանալու բան չկա է դրա մեջ։ Հիմա հարցն է, բա ինչ արժեքի դեպքում է, որ մեզ ամենաբարդը կլինի գուշակել, այսինքն կոպեկը որ գցեցինք ու պետքա նայենք բանին, որ դեպքում ամենաշատը կզարմանանք արդյունքից։ Միշտ ղուշ ընկնող կոպեկի վրա ղուշ տնանք, չենք զարմանա։ Ու հարցը գալիս է ոնց որ այս բանը մաքսիմիզացնելուն, էլի ըստ էության։ 0.5-ի դեպքում չի դա մաքսիմում դառնում։ Շատ ճիշտ է, 0.5-ի դեպքում է, այդ կարանք ոնց որ ասենք p-p քառակուսի, ստեղ տեսնենք որ բան, կարանք հազարումի ձևով կարանք անենք իրականում, ածանցելու Ածանցենք։ կանով բրծած։ հա, չէ, բանաձևով տենց լրիվ օքեյ էր, որ ինտուիցիայով էր ուզում ասել, դա համար ինձ ցուրավե շատ հետաքրքիր ոնց է ինտուիտիվ զգալու էլի դի այդ մասը ու լրիվ իդեալական բացատրեցիք, մերսի շատ։ Հա, չէ, ձեզ մերսի հարցի համար։ Այս ինֆորմացիայի տեսություն որ անելու լինենք, սրան կգանք, այնտեղ հավես բաներ կան էլի։ Այդքան շատ չենք ծածկի, բայց բան, եթե այս թեմաները հետաքրքիր է, մենք հիմա բան ենք անում։ Մագիստրատուրայում ինֆորմացիայի տեսության դասընթացը որ գնում է, նկարում ենք, այդ կամաց-կամաց YouTube ենք գցելու, եթե ինչ որ մեկին sense բաները շատ է դուր գալիս, կարաք տենց սաղ կուրսը նայեք, էլի։ Այս պրոստը ձեռի հետ նշում զուտ էլի, բայց Հայցան հետո վիճակագրությունը գնալու թե ինֆորմացիա տեսությունը։ չէ, հաջորդը վիճակի կանցնենք։ Վիճակը ինձ թվում է տենց մի 3 շաբաթ, երևի 3-4 շաբաթ, կախված թե ինչքան կորոշենք, ինչքան շատ նյութ կորոշենք ծածկել։ Հետո ինֆորմացիայի տեսությունը ինձ թվում է տենց 1.5-2 շաբաթ երևի մաքսիմում ու բրծ։ Բայց դա ոնց որ ես ժամանակ գնահատելուց միշտ շատ վատ եմ, էլի։ Շնորհակալություն։ Ձեզ մերսի։ Հա։ Ու Տիգրան անի ապրեք որ դուք էլ միացաք, նայն էլ դե մեր մշտական միացողներից է, դրա համար էլ մերսի շատ։ Կարանք բան, ոնց որ եթե ինչ որ խառը հարցեր ունեք, կարանք այսօր պրինցիպի տենց ինչ որ քանի սկսեցինք հարցեր նայել, տենց ինչից հարց լինին դրանք նայենք։ Հետո արդեն հասկանանք ոնց որ բուն այսօրվա գործնականին անցնել, թե ասենք հետո գործնականը անել։ Հենց որ այս բանին եթե ցանկացած հարց ունեք ամեն ինչից համեցեք։ Հաջողան իրականում ես մի հատ հարց ունեմ։ Իսկ այդ խնդիրը մեր դասփածի ընթացքում չենք նայել, բայց ես ոնց որ ուրիշ տեղ եմ նայել ու տես չի ստացվել այդ խնդիրը։ Կուզեի մի հատ իհալետ նայենք։ Եկեք։ Հիմա Ավանում ունենք 2800 բնակիչ։ Ահա։ Ամսվա մեջ 6 անգամ պատահական գնացքով գնում է ինչ որ տեղ։
գտնել գնացքի այն փոքրագույն տարողականությունը, որի դեպքում այն ամբողջական կլցվի միջին հաշվով 100 օրում ոչ ավելի քան 1 անգամ։ Այսինքն կա 2800 մարդ, ամեն մեկը ամսվա մեջ 6 անգամ նստում է գնացք։ Ամեն մեկը 6 անգամ։ Հիմա ուզում ենք, որ 3 մի քիչ ամսում, 10-րդ ամսում մենակ մի անգամ լինի, որ միաժամանակ այս 2800-ից 100-ը, չէ, ներողություն, չէ, հակառակը։ Ուզում ենք գտնենք ինչ-որ x, որ նենց լինի, որ այս 2800-ից x-ից ավել մարդ միաժամանակ նստի գնացքը մենակ այտենց 100 օրից մի անգամ։ Ոնց որ թե ճիշտ հասկացա, չէ՞։ Okay։ Կարանք ոնց որ թեթև փորձենք առաջ գնալ։ Նախ որ ասում ենք ամսական 6 անգամ նստումա ամսական 6 անգամ նստումա գնացք, այսինքն 30 օրից 6-ում նստումա գնացք, ուրեմն կոնկրետ օրում ինչքան է հավանականությունը, որ կնստի գնացք։ Մի հատիկ օրում։ 1/5 չի։ 1/5, 6/30 ունենք, ստեղ էսի նշենք 0.2։ Ուրեմն հստակ մի հատ ու սա վերաբերվում էր մի մարդուն, չէ։ 2800 մարդու դեպքում կստացվի քանի, ոնց որ կարանք սա մի քիչ, եթե վիճակագրորեն ասենք, ոչ թե ասենք, որ մարդը 0.2 հավանականությամբ նստում է գնացք, այլ ասենք, որ ամեն օր 0.2 մարդ է նստում գնացք։ Այսինքն իր 80%-ը չի նստում, 20%-ը նստում է։ Ոնց որ նույն ինտուիցիայով 0.2-ով մի քիչ վատ է հնչում, բայց եթե 10 օրվա մակարդակով նայենք, 2 օր կնստի, 8 օր չի նստի, չէ։ Մի օրվա մակարդակով է կստացվի 0.2 օրը, 0.2 մարդ է նստում այդ օրը։ Էս օքեյ է։ Հա։ Okay, այդ դեպքում եթե 2800 հոգի է, կակնկալենք, որ ամեն օր 2800 անգամ 0.2, այսինքն 560 մարդ է նստում։ Այս կլինի մեր միջինը։ Միջինը այսքան եղավ n անգամ p, սա 560։ Հիմա մեր մոտ այստեղ բան է, չէ։ Ժողովուրդ, մեկ էլ հենց ինչ-որ բայի չհասկանաք, ինչ-որ բայի եթե տենց լրիվ լավ հասկանալի չլինի, ստոպ տվեք։ Սա պասոնի բաշխոն, հա, եթե այնտեղ ենք մաս սպասում նայում։ Այդքան էլ ոնց որ այս ձևակերպումով մենք ավելի շատ եկել ենք Բեռնուլիի բանի, չէ, սյուժետի, որ ասում ենք 0.2 բանով կգա, 0.2 բանով չի գա։ Հա, 0.2-ը մեծ է բավականին 0.1 անգամ հատվածը։ Հա, չափի տեսանկյունից էլ, բայց նաև այդտեղ ոնց որ տենց բավականին հաճելի է, էլի, Բեռնուլիի բերել, որովհետև լիքը թվեր ունենք միանգամից, էլի, պատրաստի։ Հա, ու իմիջիայլոց, քանի Բեռնուլի ենք եկել, Բեռնուլիի մատսպասումը 0.2 էր, n անգամ, ոնց որ x-ի մատսպասումը մեր մոտ 0.2 էր, n անգամ x-ինը 0.8 էր, իսկ հիմա մեր x-ի վարիացիան ինչքան կլինի։ X-ը այդ ուղղակի մի մարդը կնստի բան, թե չէ։ 0.2 անգամ 0.8 անգամ n։ Այս անգամ 2800։ Հա, վերջում հենց այդ է լինելու, այսինքն ունենալու ենք 0.16, ահա, այստեղ վարիացիան եթե գրենք, սա լինելու է n անգամ, այսինքն 2800 անգամ 0.2 անգամ 0.8։ Այս մեզ տվեց 448։ 448, ընտիր։ Հիմա ստացվում է մենք ունենք 440, չեմ, խափեցի, 560 միջինով, 448 ստանդարտ, արմատ 448 ավելի ճիշտ,
Այդ ասենք 21 խոսքի, սիգման 21 ստանդարտ շեղումով սրանով մի հատ բաշխում ունենք։ Հիմա մեզ հետաքրքիր է, մեր համար կարևոր է այն, որ հանկարծ մի վարքան մի հատ ձևակերպը մեր համար ինչա կարևոր։ Իրական ասում էինք ահա 100 օրից մի անգամը կլցվի, այսինքն 100 օրից 99 անգամից ավելի շատ դեպքերում 99% դեպքերում ինքը կլինի չլցված, չէ՞։ Այսինքն մեզ հետաքրքիր է այս բանը։ Հա, ու իմիջիայլոց եթե ստեղ բանը կիրառենք, օրինակ, միանգամից այդ մի հատ ստանդարտ շեղում, երկու հատ ստանդարտ շեղում եւ այլն, դրա օրենքը եթե կիրառենք, օրինակի համար, եթե դիտարկենք դեպքերի 68%-ը, իրանք լինելու են ընդամենը 560-ից +21 ու 560 -21 օրում, չէ՞։ Այս ոնց որ 68% դեպքերն է։ Բայց մեզ էականա որ ոնց որ 99% դեպքերում չլինի 99% դեպքերից 99% դեպքերով ծածկված տիրույթից չանցնի։ Ու իմիջիայլոց մեզ կարող է ոնց որ շատ մարդ չլինի, այսինքն մենակ աչից պետքա գտնենք ինչ որ մի հատ արժեք, որ այս 99% դեպքերը լինի է դրանից առաջ, է դրանից քիչ։ Այսինքն այս սրա տակի մակերեսը 99%-ը լինի, մենակ թե կարևոր է այս 1%-ը չլինի։ Okay էր։ Հա, ու ստեղ իրականում ոնց որ մենք գալիս ենք հաշվելուն ուղակի բանը, գտնել ինչ որ z արժեք, ոնց որ մենք ունենք մեր ինչ որ մի հատ z-ը, պետքա z-ը բանով նշանակենք, քանակը մարդկանց։ Պետքա գտնենք մի հատ ինչ որ եկեք անունը դնեմ c ոնց որ մի հատ կտրելու կետ, cut-off point, որ դրանից այս սրա հավանականությունը որ 99%-ն, որ ասենք c-ն հենց մի քիչ մեծացրեցինք, ինքը 99%-ից շատ եղավ, այսինքն կստացվի 100 օրից մի օրից ավել է լինելու, որ այդքան մարդ նստի։ Okay էր։ Իշտ ասած չհասկացա այս մի բանը։ Հա, հա։ Ոնց որ մեր մոտ մեր արժեքները, թե քանի հոգի է նստելու, այս ինչ որ բաշխումին են հետևում, չէ՞։ Հիմա օրինակի համար, եթե ես բռնեմ այս կեսից, այս կեսը 560-ն է, եթե 560 տեղանոց գնացք լինի, օրերի քանի դեպքում, օրերի քանի տոկոսում 560 հոգուց քիչ մարդ կգա։ Կեսը չի գալիս այդ 560-ից։ Շատ ճիշտ է, սիմետրիկա օրերի կեսը կլինի։ Այսինքն եթե մենք ունենանք 560 հոգանոց գնացք, 100 օրից 50 օրում ինքը կլցվի։ Որտեվ մենակ 50 օրում է, որ 560-ից քիչ մարդ կլինի։ Այս մյուսը եղավ, այս մյուս ծերը եղավ էլի 50%, չէ՞։ Ասում ենք, օքեյ, դե լավ, եկեք բռնենք ու այս շեմը տանենք մի քիչ ենկո։ Մենք մի քիչ ստե տանեմ, ասեմ լավ 560 չէ, ասենք 600, արդեն այն դեպքերը, որտեղ որ եթե 600 նստատեղ դրեցի, արդեն ավելի քիչ օր է լինելու, չէ, որտեղ որ բան լինի։ 600 հոգուց ավել գա։ Ասենք 100-ից 40 օրն է օրինակ տենց լինելու, չէ։ Հա։ Հիմա մեզ պետքա որ 100-ից մի օրը մաքսիմում, այսինքն մենք պետքա այս կետը այնքան տանենք այս կոմ, որ այս տակը մնացածի մակերեսը այս ընդհանուրի մակերեսի 0.01%-ից քիչ լինի, չէ։ Այո։ Այդ նշանակում է, որ եթե հակառակը գնանք, ասենք, այս ոչ թե c-ից մեծ լինելը 0.01%-ին է, այլ c-ից փոքր լինելը լինի բան։
0.99% դեպքեր։ Այսինքն մարդկանց քանակը փոքր լինի C-ից, դա հավանականությունը դրա լինի 0.99։ Okay։ Այսինքն հիմա մի հատիկ կետ են գտնում, որ իրանից ձախ ընկած տվյալների 99%-ը, իրանից աջ ընկածը 1%-ը։ Հա, հա։ Ու այդ կետը լինելու է մեր այդ ամենամեծ հնարավոր մասը, որտեղ մի քիչ աճ տարանք, արդեն 1%-ից ավելի քիչ է, ավելի շուշուտ է լինելու, որ բան լինի։ Լծվի գնացքը։ Okay։ Հա, օքեյ։ Հիմա եթե մենք ունենք ինչ-որ տրված միջինով ու տրված ստանդարտ շեղումով բաշխում ու մեզ հետաքրքիր է տրված տոկոսից n կողմ լինի, սա իրականում իրանից ենթադրում է հիմնականում ոնց որ տեսականորեն կարանք բռնենք ինտեգրալ հաշվենք եւ այլն, բայց այս ամեն ինչը պատրաստի նախապես հաշված աղյուսակներ է լինում, այդ z քորերի աղյուսակներ է լինում, որտեղ որ պետքա գանք ուղղակի ու նայենք թե ինչ արժեք է համապատասխանում 0.99-ին։ Հայկ ջան, իսկ բան կա մի հատ Լապլասի ֆունկցիա կա։ Ну, մենք ինձ հուշել են, որ դրանով պետք է արվի, ոնց որ ստեղ չենք կարող այդ Լապլասի ֆունկցիա բանենք, էլի նորմալ բաշխում է ոնց որ դնենք Լապլասի ֆունկցիան տեղեկետերով անենք։ Լապլասի ֆունկցիա, մի հատ պետքա Google-եմ, որ բանան այդ ինչա, որտեվ չհիշեցի։ Բանն է, էլի Գաուսի նմանն է, պրոստը ինտեգրալով, էլի։ Մինուս անվերցից Լապլասի բաշխում, երևի հա, ոչ։ Լապլասի մոտս կայս եմ մի վարքյան, նկարեմ։ Okay։ Լապլասի բան կա, բաշխում կա, որը որ ոնց որ այս նորմալին բավականին նման է, բայց այս եզրերում մի քիչ շատ ավելի կտրուկ է, այսպես մի բան է մոտավոր։ Ինքը էլի տենց էքսպոնենցիալ տեսք ունի։ Ու իրան իրականում առնչվելու ենք։ Իմ ենթադրությունն է, որ ոնց որ իդեան նույնն է լրիվ։ Ուղղակի երբ որ մենք ունենք ինտեգրալ այս մեր fx dx-ը, երբ որ fx-ը մեր ստանդարտ նորմալն է, էլի sense արմատ բաժանած 2p վարիացիա տտ եւ այլն, երբ որ իրան նայում ենք ոնց որ մինչև 0.99-ը, այսինքն մինուս անվերջից մինչև ինչ որ մեր ուզած c թիվը, այդ ինտեգրալին երևի անվանում են բան, Լապլասի ինտեգրալ։ Հա, Հա, okay, հա, ուրեմն ճիշտ եմ ասում, նույն պատմությունն է, ուղղակի ոնց որ ճիշտ տերմին օգտագործելով, ես այդ տերմինը կամ չգիտեի կամ չէի հիշում։ Բայց իդեան է սա, էլի, ոնց որ սա փաստորեն Լապլասի բանն է, էլի, Լապլասի ֆունկցիան է։ Ու արդեն պետք է այդ աղյուսակից համապատասխան արժեքը վերցնենք, արժեքը որ գտանք, արդեն բանը դուրս կբերենք, էլի։ Հա, հավանականությունը արդեն կիմանանք, էլի։ Այսօր ոչ թե հավանականությունը, այլ արդեն հենց z է, էլի։ Ասենք այդ աղյուսակը հավանաբար ոնց որ 0.1-ի համար է լինելու, ու ստացվելու է ոնց որ 0.1 նորմալ ստանդարտ նորմալը եթե ունենք, գտնելու ենք, ասենք 2.5, այսինքն ստանդարտ 2.5 ստանդարտ շեղում n կողմ պետքա գնաս, որ տվյալների 99%-ը ծածկվի, ու արդեն մենք այս Կներեք, էլի ես բանը Լապլասի այս բանը ֆունկցիան էսենց է հասկացել, նորմալ բաշխում է ինքը, ուղղակի զուտ ինտեգրալ է հաշված, էլի ինչ որ մի կետից մի կետ։ Հիմա մեզ պետք է չգիտեմ մինուս անվերցից մինչև 99-ը, ոնց որ մենք հետ ենք նայելու։ Էսենց եմ էլի պատկերացնում։ Նորմալ բաշխման ուղղակի ինտեգրալ է, հետ ենք գնում, էլի։ Հա, ես էլ եմ տենց հասկացել, այսինքն նորմալ բաշխումը մինչև ինչ որ կետ։ Հա, ու կամ միջակայքում, էլի ինչ որ կետերի միջակայքում։ Դե կետերի միջակայք ասելուց ոնց որ այս ամբողջ տիրույթն ենք էլի վերցնում մինչև այդտեղ։ Ուղղակի կարող է ոնց որ ոչ թե ասում ենք մինուս անվերջից 0.99-ը, այլ ասում ենք մինուս անվերջից մինչև ինչ որ c թիվ, այնպես որ այս սրա արդյունքը հավասար լինի 0.99-ին, էլի, այսինքն մեզ հակառակ խնդրեմն է պետք։ Հա, Մենք ուզում ենք գտնենք ցեն ենք ուզում գտնենք, չէ՞։ Հա։ Ու այդ աղյուսակից նայելով ցեն որ գտանք օրինակ 2.5 ստանդարտ նորմալ բաշխման համար,
Մեզ հիմա պետք է լինելու, սա ոնց որ 0,1-ով էր, մի հատ պետք է լինելու տեղափոխվել 560-ով աճ, այսինքն ասելու ենք 560, ու մի հատ էլ ստեղ ինքը ստանդարտ շեղումը 1 էր, 2.5 հատ էր վերցնում, պետք է ասենք գումարած 2.5 անգամ, ու տեղ արդեն մեր ունեցածի ստանդարտ շեղում, այդ ոնց որ 21-ոտ մի բան էր։ Ու այս արդեն կտա մեր պատասխանն, էլի։ Okay էր։ Ես համ նայեմ մի հատ էլ պատասխանը չեմ հիշում ճիշտ ասած։ Այս 2.5-ը օդից եմ վերցրել, էլի, պետք է բան անել, հստակ արժեքը վերցնել։ Հա, ուրեմն չնայեմ պատասխանը։ Հա, բայց այտենց մի բան պետք է որ լինի, էլի, որովհետև 99 ու 7-ը այդ 3 ստանդարտ վարիացիաներ, 95-ը ոնց որ թե երկուսներ, այդ դրանց արանքը մի բան է լինելու, էլի։ Ժողովուրդ, իսկ մնացածին օքեյ էր, Նարինը նորմալ էր կամ Դավիթ, չգիտեմ, որ բայից միացակ պատկերացրիք ինչ է տեղի ունենում, թե արժի ասեմ։ Դավիթ, մեկը ձեզ ասեմ, որ ուշեք միացա, հիմա ուղղակի տենց խառը ամեն ինչից ինչ հարց ասես նայում ենք, էլի, դուք էլ եթե ցանկացած հարց ունեք, համեցեք։ Աջանլի բան ասեմ, էլի։ Եթե հիմա այդ ինտեգրալը բացենք, պետք է գրենք այդ ունենք ֆունկցիայի արգումենտը այդ c-ը գրել վերև ինտեգրալի c-ից չեմ ասեմ։ C-ից հանած c արգումենտը հանած այս բանել ներքևի սահմանը հավասար է 0.99, չէ՞։ Հա, հա, այսքան տեղադրենք սրա մեջ։ Մոտավոր։ Հետո Մոտավոր չէ, հա։ ներքևի սահմանը ինչ է գրել, ես ճիշտ ասած չեմ հասկանում։ Հա, այսա մինուս անվերջը։ Այսինքն ամենածերից ինչքան քիչ լինելը մեզ օքեյ է, կարևորը c-ից n կողմ չլինի, էլի։ Դե հա, եթե մինուս անվերջը, ուրեմն այդ ֆունկցիան մինուս անվերջը իր ինտեգրալը 0 պետք է լինի։ Ճիշտ եմ ասում։ Հա, մի վարքան, բանաձևը ոնց էր մեր ստանդարտի, մեկը բաժանած, հետո ստեղ ունենում ենք y-ի մինուս x մինուս μ բաժանած սիգմա, տենց մի բան, x-ը եթե գնաց անվերջի, ստացվում է մեկը բաժանում ենք y-ի անվերջոտ ինչ-որ բանի, հա, ու ստացվում է 0։ Այսինքն ըստ էության ուղղակի Գաուսյանի արժեքը c կետում ստացվում է, էլի։ Հա, c կետում հավասար է 0.99, հա։ Հա։ Այդ c-ն պետք է գտնենք, չէ՞, այսինքն։ Հա։ Այս ուղղակի ստեղավարսակի մեջ նայում եմ, թե մինչև 0.5 է գնում, էլի, չգիտեմ, կարող է մոտ է կիսա տավուսակը։ Մի վարքան կարամ նկարը բացեմ։ Կարող է բանը։ Ին երկրորդ մասը չեմ նկարել, եթե պետք է կարամ նկարեմ։ Եթե 0.5-ը մտածում եմ գուցե նկատնեմ ոնց որ այս մեջտեղից 0.5 աճ 0.5 ձախ կարող են ոնց որ սիմետրիկ է, էլի։ Կարան մենակ մի ուղղությամբ գրեն ու վերջ։ Այսինքն մեզ այդ դեպքում պետք է լինելու 0.495-ը։ Այս անգամ էս տալիս է 90։ Հա, պատկերացրեցի։ Հա, կարելի է, մի րոպե, իսկ եթե 0.99-ն մենք 0.1-ը նայենք, օրինակ պետք է եղնի հավասար 0.99, նո մենք այն աջ կողմից նայենք, էլի հայ ջան, այսինքն պլյուս անվերջությունից, նո, այս կետից մինչև պլյուս անվերջությունը նայենք։ Այդ պրոստը 1 պետք է տա, էլի։ Չէ, գիտեք ոնց եմ ասում։ Ըստ կարամ ես գրեմ։ Հա, ճիշտ է, zoom-ով կարող բան անենք, չէ՞։ Այստեղից, օրինակ այստեղից, հայ ջան։ Հա, դասած։ Ստեղից անվերջ, օրինակ գնա։ Ես ասում եկեք սա հաշվենք, ոնց որ ստեղից անվերջը հաշվենք, դրա բանը, պետք է եղնի 0.1, էլի ես դենց եմ ասում, ոչ թե օրինակ ստեղից հաշվենք մինչև ստեղ, այլ ես ասում եմ ստեղից հաշվենք մինչև ստեղ ու դա հավասարացնենք 0.1-ի, որտեղ ստեղ ես աղյուսակում ոնց որ 0.5 է գնում, էլի մինչև։ Okay, հա, այդ դեպքում կարելի է
Ոչ որ աղյուսակից միանգամից ավելի հեշտ օգտվելու համար կարելի է սիմետրիայից օգտվել ու այս պոչը միական այս պոչը նույնն է ինչ այս պոչը, չէ՞։ Կարելի է ոնց որ Որը նայել հայտնի նույն մինչև սպասարկության 0.01 արժեք, էլի։ հա հա Այս բանը հավես էր որ գծեցիք, իրականում կարելի է մեկնակ օգտագործել։ Այս լավ հիշեցրեցիք, ես մերսի։ ինձ է շնորհակալ Հմ։ Բայց խնդրի հետ կապված օքեյ էր արդեն։ ախնդրի կապված օքեյ ուղղակի ես այդ պատասխանը չեմ կարողանում ստանալ էլի ես էլ եմ միջեստես հենց հասնում եմ ու ասես մնում եմ ստեղ էլի այդ էր հարցը Մի հատ հեսա աղյուսակը բացեմ։ ես ուղարկել եմ էլի շատ ուղարկել եմ Մի վարքան մինչև 0.9 միշտ նշ չեմ սիրել այս աղյուսակները։ 0-ից 9 որ կարելի է առանցքներն փորձել նայել, բայց կամ լավ եկեք բան z-score table եկեք մի հատ ինտերնետով բացեմ ու դրանով նայենք։ Մեզ հետաքրքիր էր արժեքը բան, չէ, 0.99։ Հիմա ստեղ պետքա գտնենք, թե z-ի ինչ արժեքը կհամապատասխանի է դրան։ Այստեղ x s առանցքի վրա գրած է ոնց որ հիմնական թիվը, այսինքն 0.1 ու պատկերացրեք ոնց որ տասնորդական ու միավորներով է գրած։ 0.1 ու 0.02-ը, այսինքն 0.102-ին համապատասխանում է 0.581 z արժեքը։ Հիմա մեզ պետքա 0.99 z արժեքը, սա բարեբախտաբար աճման կարգով սիրուն գնում է, ու 0.99-ին մենք հասնում ենք 0.997, 0.99 0.99 0.98-ին, 0.9901-ին մենք հասնում ենք, երբ որ z score-ը 2.3 ու 003, այսինքն 2.303։ Okay։ հա Կարեք մի հատ պատասխանը ստուգեք, եթե կուզեք։ այսինքն պատասխանը ինչ եղավ Պատասխանը ստացվելու է մեր մոտ 560 գումարած 2.33 անգամ արմատ 448։ Այսա նայեմ ասեմ, հա։ Ես հեսա կհաշվեմ այս թիվը։ Վեցավոր 9 610։ Ճիշտ ասած պատասխանը 547 հա տալիս, է։ 547։ Հա։ Հետաքրքիր է։ Ես մտածում եմ, այստեղ կա բան է, բանական ինչ-որ սխալ է, գնանք գրքի հետ կապված ինչ-որ սխալ է, ճիշտ ասած։ Որովհետև այս նույն խնդիրը 2500-ով լուծում ես 547 է ստանում։ Պրոցեսի տեսանկյունից չեմ պատկերացնում միշտ ենք սխալ արել, էլի։ ԵՊՀ-ի գրքում սխալ տեսնելն է, ես չեմ զարմանա, իհարկե։ Չնայած որ Հարյանի խնդրագիրքը վատը չի, համեմատաբար։ Չգիտեմ, ինձ մի քիչ կարող է մեծամիտ հնչի, բայց ինձ այս բանին թվում է ավելի շատ խնդրագիրքը գուցե սխալ լինի, քան թե այս մեր մոտեցումը, որովհետև 560-ն էլ լավ, ոնց որ թե ճիշտ հաշված 448-ն էլ Ես սենց եմ ուզում մեկնաբանել, էլի ասում եմ, թե չի կարելի պատասխանը միջինից քիչ եղնի։ Դա հարցը։ այ իրական, հա, ոնց որ ուրեմն կստացվի այս պնդումն է սխալ։ Հա։ Հա, միջինից քիչ հաստատ չի կարող լինի, էլի։ Հա, դեպքում ոնց որ ինչ որ ավել բան չեն կարող անենք այս խնդրից։
Ահա, բոլորին օքեյ էր սա։ Նե բարի, դե դեպքում շորտ, էլի խնդիրներ, էլի ցանկացած բան որ կուզեք նայենք։ Այսօր ինչ-որ ավտոմատ ստացվեց հացերի օր։ Ну, նենց է իմ սրտով է, մեկ-մեկ սենց բաներ էլ արժի անել։ Իսկ էլ կենտրոնային սահմանային թեորեմից օրենք ստանց խնդիրներ չգրենք։ Հա, այդ ոնց որ դե այդ այսօրվա գործնականը պետք է լիներ, բայց ինձ թվում է արդեն ուղղակի ուրիշ օր կանենք այդ դրա գործնականը, էլի, բայց այս շաբաթ։ Հա, Կարամ ինչ որ խնդրի հետ կապված հուշում տամ օրինակ, եթե մի բան փորձել եք, ինչ որ մոտավոր բան չի ստացվել, մինչև գործնականը էլի նայեք։ Չէ, ուրեմն ես լավ կնայեմ նոր կասեմ, էլի։ Okay, իսկ մնացածին ժողովուրդ, ինչ որ ցանկացած բան որ կուզեք նայենք, որտեղ եթե ոչ բան չասեք, զուտ արդեն կավարտենք, էլի։ Դա ժողովուրդ, այդ դեպքում եթե հարց չկա ոչ մի կամ ինչ որ բան չկա որ կուզեք կրկնենք կամ ցանկացած բան, այսօր ավարտենք, ով որ գործնականի Այդյան ճիշտն ասած հարց ունեմ, հա ես եկեք, հա, եկեք։ ես ճիշտն ասած հիպերերկրաչափական բաշխումը լավ չեմ այ պատկերացնում։ Կարանք մի հատ էլ նայենք։ Հիպերչասցիկ։ Հա, հիպերերկրաչափականը։ Այդ իրականում չենք էլ արել, մենք պրոստը երկրաչափական ենք արել։ Ուղղակի դες խնդիրներ են ու հանդիպել էլի ճիշտ ասած շատ մի կամ երկու հատ այդպես հանդիպել չեմ կարծել այդ նորմալ հասկանան ինչ ա ուզում։ Հա, ես շատ չեմ հիշում, որ նա ճիշտ ասած, ինչով է տարբերվում ուղղակի երկրաչափականից։ Մի հատ արագ նայեմ, ես էլ հա, մի հատ արագ ուղղակի Gemini-ով որ նայեցի, ասում է բան, հիպերերկրաչափականը այնա, որ երբ որ ինչ որ ունենք բազմություն, ասենք, այնտեղ կլինի ինչ որ, չգիտեմ, տարբեր գույնի եսի գնդակներ կամ ինչ որ թվեր եւ այլն, ու այս թվերից պատահականորեն վերցնում ենք ինչ որ արժեք առանց փոխարինելու։ Այսինքն եթե երկուսը վերցրեցի, վсё, երկուսը էլ չկա։ Այստեղ կարելի ասենք 1, 2, 3, մի հատ էլ 2, մի հատ էլ 2, 4, 3 եւ այլն եւ այլն, որ արժեքը վերցրեցի, էլ ինքը չկա, այսինքն ամեն անգամ հավանականությունը փոխվում է, էլի վերցնելուց հետո, որ նույն բանը նորից կվերցնես, որտեվ իրան հանել ես։ Օրինակի համար կարա բան լինի։ Ասենք ունենք կալոդ 52 քարտից, հետարքիր է հավանականությունը, որ 2 հատ տուզ կվերցնենք։ Առաջի տուզը որ վերցրեցինք, հավանականությունը փոխվելու է արդեն, չէ՞։ Հա, Հա, իդեան դրա մեջ է, սովորական բինոմիալից դրանով է տարբերում, էլի բինոմիալի դեպքում, որ մի հատ վերցրեցինք, ոնց որ հավանականությունը միշտ բ է, մի հատ վերցրեցինք, տեղն ենք դնում, այսինքն բան չի փոխվում։ Հիպերերկրաչափականի դեպքում արդեն փոխվում է։ Ու բանաձևն էլ գրած էր բան, այս որ նոր նայեցի վրաս, ասում է հավանականություն x-ը հավասար, եկեք ինչ ծախից գրեմ, մի պատճառ չկա չգրելու, x-ը հավասար է k, այսինքն որ պատահականորեն բան կվերցնեմ, k հատ հաջողություն կունենամ վերցնելուց, լինում է ընդհանուր ոնց որ եթե ամեն ինչի քանակը n է, բոլոր հաջող բաների քանակը մեծատար k է, ասենք, այսինքն օրինակի համար կա 10 հատ գնդակ, մեզ 4 հատը կարմիր, 6 հատը գրատախտակագույն, այդ դեպքում հավանական, կամ ասենք 52 հատ քարտ կա, 4 հատն է մեզ հետարքիր, 48 հատը վատ է,
Այդ դեպքում հաշվում ենք որպես դե ներքևում բաժանում ենք զուգորդություն n-ից, այսինքն 52-ից բանական n-ական, թե քանի անգամ ենք վերցնելու, այսինքն երկու անգամ ենք քաշում օրինակ։ Այսինքն այս դեպքում կլինի 52-ից 2-ական, ստեղ էլ ասում ենք թե եղած լավ տարբերակներից, այսինքն 4-ից մինչև 4-ից քանի անգամ փորձում ենք քաշել 4-ից 2-ական։ Այս ոնց որ հաջող բաների քանակն է, էլի։ Անհաջողներն է մնալու է դրա տակը մնացած, այսինքն ընդհանուր բոլորը n հատեր, չէ, ներողություն, K հատեր, չէ, ընդհանուր n հատեր, մեզ պետական դեպքերը K հատեր։ հա։ Այսինքն ընդհանուր այդ բոլորի քանակը, որոնք որ մեզ դուր են գալիս։ Ներողություն, դուր եկողները վերցրել ենք ստեղ, դուր չեկողները լինելու է n-ից հանած k, չէ՞։ Ու մենք էլ ունենալու ենք երկու հատ արդեն քաշել ենք, երկու անգամ արդեն փորձել ենք քաշել, տակը մնալու է, ոնց որ եթե այս դեպքում լինելու է 2 հանած 2, էլի։ Ընդհանուր դեպքում եթե n անգամ ենք քաշում, կլիներ n-2։ Այսինքն բանաձևը սենց է, էլի, զուգորդություն։ Հա, իսկ բանը սրա մասպասումը ինչ կլինի։ Չգիտեմ, պետքա ուղղակի նայեմ։ Կամ պետքա շատ ջանջալ հաշվենք, կամ պետքա գուգլենք։ Կարամ մի հատ հարցնեմ։ Հա, n անգամ k բաժանած n մեծատառերով, այսինքն ընդհանուր ամեն ինչի քանակը ու հաջողությունների քանակը։ N-ն էլ բանն է, քանի անգամ ենք քաշում։ Այս մատսպասումն է, վարիացիայի բանաձևը մի քիչ փուխ է, n անգամ k n-երորդ, minus k n-երորդ, n minus n, n minus 1-երորդ։ Այս մի քիչ պետք է մարսել, կամ մի քիչ չէ։ Այսինքն, ես ինչքան որ խնդիր եմ լուծել, հայ ջան, ես եմ հասկացել, էլի որ իրոք ես կարող եմ խնդիրը լուծեմ, բայց օրինակ մեծ բաշխում եղնի, որ լրիվ անծանոթ եղնի, ու տենց դրա մասպասումը ոնց որ ես զերով դուրս բերեմ, էլի, բայց շատ բաշխումներ կա, էլի, որ դրա մասպասումը ուղղակի հիշել չենք կարա։ Նորմալ է, թե օրինակ ինչ-որ մոդելներ կա կոնկրետ, որ դրանք սովորենք, մնացը դրա վրա է սարքած, էլի։ Բայց իրականում այտենց այդքան եսիմին շատ չեն։ Ես դիքը գիտեմ։ Կամ մտիկ ուղղակի եմ, այնտեղ շատ կա, հայ չեմ, չգիտեմ։ Չէ, ներողություն, ոչ թե ընդհանուր բաշխումները շատ չեն։ Հա, բաշխում լիքը տոնաներով կա, բայց ոնց որ Պարետոյի օրենքն է շատ լավ աշխատում, էլի, որ դեպքերի 80%-ում բաշխումների 20%-ը յոլա է տանում, էլի։ Այսինքն մենակ բինոմիալ Բեռնուլի բանան եւ այլն, այդ արդեն ինչ որ խնդրագրքերում կամ դասընթացներում հանդիպող կամ թեկուզ կյանքում հանդիպող բաշխումների ահավոր զգալի մաս մենակ մի 4-5 հատիկը ծածկում է, էլի։ Ուզում ասեմ, եթե ասենք մի 5-10 հատ էլ բաշխումի համար մատսպասում իմանաք, երևի կյանքի 99% դեպքերում օքեյ է լինելու, էլի։ Այսինքն եթե ինչ որ ուղղակի օդից ֆունկցիա չի տված, էլի, որ դե արի այդ ֆունկցիայում էլ գտի, էլ չէ, ինչ որ բան կարագրող բաշխում է։ Դե հիմնականը բան է եղնում, չգիտեմ, որ ամենասկզբից ենք անցնում հավանականություն, այնտեղ բան են անում օրինակ բաշխումները տալիս են ֆունկցիաներով ու ասում են օրինակ մատսպասում բան հաշվի, ու եթե բանալից կարողանա էլի գլխին նստա ինչ բաշխում է, որ այդպես երկար չլինի ինտեգրալ հաշվեն միանգամից մատսպասում դիսպերսիա գրում են, էլի միանգամ։ Հա, ոնց որ եթե ստացվում է ճանաչել, շատ լավ է, եթե չէ միշտ այդ ուղղակի ուղիղ հաշվելու ձևը կա, բայց եթե ոնց որ ավելի պրակտիկ տեսանկյունից պետքա մի 10 հատ իմանալը լրիվ բավարար է, էլի, ահավոր շատ դեպքերում։ Իսկ էլ ավելի պրակտիկ տեսանկյունից, այսքան արդեն գործի մեջ բանան, այդտեղ արդեն անգիր անելու բաները շատ քիչ է, էլի։ Ոտի վրա ինչ պետք լինի, արագ բանանեք, էլի, արագ նայեք։ Չգիտեմ, օքեյ էր։ Հա, Հա, շատ բարի։ Հա, ձեզ մերսի։ Այս սրա մասին
Սրան դե լսել էի իհարկե, բայց ահավոր մոռացել էի։ Ոնց որ ինձ էլ էր լավ։ Այն ինչ որ ցանկացած բան ժողովուրդ։ Մինչև 5-ը կգրեմ, եթե հարց չլինի, արդեն կանջատվենք այսօր։ Մեկ- Մերսի շատ Թայք ջան։ Հա, ձեզ էլ։ Մերսի շատ հայտ։ Այո, հա, ձեզ մերսի որ միացակ։ Այդ միշտ լավ է էլի, որ մարդիկ լինում են, որ ստաբիլ միանում են։ Թեմաները դա հետաքրքիր է, հայտ ջան, դրա համար ենք շատ գալիս։ Հա, շատ լավ է։ Վիճակագրությունը իմ կարծիքով մի քիչ ավելի քիչ հետաքրքիր է։ Կամ առնվազն Դա շատ հետաքրքիր։ դե ուրեմն շատ լավ է։ Ահա։ Բայց լավ, տեսնենք, ինձ թվում է հեսա որ մեքենական ուսուցում սկսելու լինենք, եթե մենք էլ մի քիչ շատից նորմալ տարածենք, պետք է որ լիքը մարդ միանա։ Ինքնանպատակ չի, ոնց որ կարող ոչ մեկ չավելանա, բայց դա ված չի լինի։ Բայց լավ, ես արդեն ուղղակի սկսեցի բարձրաձայն մտածել, այդ էլ լավ բաների չի վերում, քանի շուտ է արդեն ծվրվենք։ Ու դա լավ, դա ժողովուրդ, ինչ որ բան եթե լինում է գրեք, ու հաջողներ, Հաջողություն։ հաջողություն։